Մենք պետք է կարողանանք առողջացնել մեր քաղաքական դաշտը, մենք պետք է կարողանանք կոռուպցիան վերացնել, մենք պետք է կարողանանք հովանավորչությունը վերացնել, մեր կառավարության կառույցները ավելի էֆեկտիվ դարձնել, պետք է կարողանանք աղքատությունը վերացնել, մենք պետք է կարողանանք ազատ ժողովրդարական ընտրություններ անցկացնել, մենք պետք է կարողանանք աշխատատեղեր ստեղծել, մենք պետք է կարողանանք արժանավայել կյանք ապահովել, մենք պետք է կարողանանք իսկապես մեր ժողովրդի բարոյական դրամատուրգությունները եւ մթնոլորտը փոխել։ Սրանք մարտահրավերներ են, բայց ոչ միայն Հայաստանի։ Սրանք Հայաստանի մարտահրավերներն են, Արցախի մարտահրավերներն են եւ Սփյուռքի մարտահրավերներն են։ Ես համաձայն եմ, որ չկա իսկապես Հայաստանը Սփյուռք, չկա տարանջատվածություն, որտեղ մենք բոլորս մի ազգի ենք պատկանում, մենք ունենք մի ինքնություն, որտեղ մենք ունեցել ենք մի անցյալ։ Սփյուռքը այսօր մեր բարդաթրվել է։ Դրա համար ես համարում եմ, որ այսօր չկա մեր մտավոր պատկերման մեջ Հայաստանը Սփյուռք Արցախ տարանջատում։ Նոր սերունդը իր ինքնությունը ինչի հետ է գաբում։ Արդյոք նա գաբում է ցեղասպանության հետ, երկրաշարժի հետ, Ղարաբաղի խնդրի հետ, թե գաբում է այսօրվա ներկա Հայաստանի հետ, անկախ Հայաստանի հետ։ Նա միայն ու միայն կկարողանա գաբել ներկա Հայաստանի հետ, բայց այդ ներկա Հայաստանը պետք է լինի իր պատկերման Հայաստանը, այն Հայաստանը, որը ինքը լսեր է իր նախնիներից, այն Հայաստանը, որ իր ծնողները երազել են։ Եթե մենք չկարողացանք տալ այդ Հայաստանը այդ սերունդին մենք հաջորդ տարիների ընթացքում գործնելու ենք։